Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելությանը, մեր չորեքշաբթի օրվա սերտողությանը։ Ուրեմն այս չորեքշաբթի մենք ուսումնասիրություն ենք կատարելու 5 կտակարանից, առակների գրքից։ Ուսումնասիրում ենք 11-րդ գլուխը, 21-րդ համար։ Ինչպես միշտ բոլորին քաջալերում ենք, որ պատկամը ստանալու պես ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Կատարեք ձեր ավետարանության պարտականությունը եւ նաեւ խնդրում ենք, որ բաժանորդագրվեք եւ հետևեք մեր Facebook-ի եւ YouTube-ի էջերին։ Մեր թողարկումները չունեն հատուկ ժամ, բայց եթե բաժանորդագրվեք, անպայման ձեզ իմաց կտրվի, թե երբ է թողարկվե, այնպես կարողանաք հետևել։ Ուրեմն եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հիսուս Տեր, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ այս հնարավորությունն ես տվել քո խոսքը ուսումնասիրելու, եւ Տեր, շնորհակալ ենք, որ բազմաթիվ մարդիկ միանում են մեզ Տեր եւ լսում են քո խոսքերը ու զորանում են Տեր ու աշակերտվում են քո խոսքերով։ Աղոթում եմ այսօրվա սերտողության համար, որ դու օրհնես ու առաջնորդես մեզ Սուրբ Հոգով։ Աղոթում ենք Հիսուսի մեծ, սուրբ եւ պատվական անունով։ Ամեն։ Հարգելիներս, այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք վերնագրել ենք «Չարը անպատիժ չի մնա»։ Այսօրվա սերտողությունը հիմնված է չարի գործերի եւ պատիժի մասին։ Շատերս մենք դժվարանում ենք հասկանալ, թե Աստված ինչու տեղում չարի հարցը չի լուծում, չէ՞, այսպիսի հասկացողություն կա։ Բայց եկեք տեսնենք, թե Աստծո նպատակը եւ Աստծո մտածելակերպը եւ այսինքն աշխատելաձևը, ոճը ինչպես է, ու դրա հիման վրա կհասկանանք, թե Աստված ինչպես է վերաբերվում չար մարդկանց հետ։ Ուրեմն կարդանք 21-րդ համարը։ Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։ Եկեք ուրեմն պարզապես խորանանք այս խոսքերի վրա ու հասկանանք, թե Սողոմոն թագավորը մեզ ինչ է ուզում սովորեցնել, Աստծո գաղափարը, միտքը եւ ուսմունքը այս հարցի վերաբերյալ ինչ է մեզ սովորեցնում։ Ուրեմն Աստված արդար է եւ նա չարին անպատիժ չի թողնում։ Որոշ դեպքերում չարը տվյալ պահին է պատժվում եւ որոշ դեպքերում էլ Աստված համբերատար է եւ բոլորին հնարավորություն է տալիս, որ ապաշխարության գան։ Ուրեմն Աստված չի ուշացնում պատիժը, այլ Աստված հնարավորություն է տալի չարը գործող անձնավորության համար, որ ապաշխարի ու փրկության գա։ Մեր դերը նամանավանդ որպես քրիստոնյա հարկավոր է, որ աղոթենք այս չարիք գործողների համար եւ բոլորի համար հատկապես, որպեսզի ապաշխարեն եւ փրկության գան, զղջան իրենց բոլոր մեղքերից։ Չմոռանանք, որ մենք էլ նույնպես մի ժամանակ մեղավոր ենք եղել, անարդար ենք եղել եւ Աստծուց անջատված ու հեռու ենք եղել, բայց երբ մենք ընդունեցինք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, արդարացանք, մաքրվեցինք, սրբվեցինք եւ վերականգնվեցինք երկնավոր Հորը։ Հետևաբար մենք էլ նույնպես պետք է ողորմած լինենք ամբողջ մարդկության նկատմամբ։ Իհարկե Տերը մեզ սովորեցնում է, որ ոչ թե մեղքը պետքա սիրենք, այլ մեղավորին, այլ մարդկությանը, քանի որ Տերը սիրեց աշխարհը այնքան, որ ուղարկեց իր միածին որդուն, որ նա խաչվի եւ հարություն առնի եւ մեզ տա փրկության միջոց։ Եկեք տեսնենք Պողոս առաքյալի երկրորդ նամակի մեջ 3-րդ գլուխ 9-րդ համարի մեջ ինչ է գրված։ Գրած է Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ Ուրեմն հարգելիներս, Աստծո նպատակն է, որ բոլորս զղջանք, բոլորս ապաշխարության գանք
բոլորս ընդունենք իրեն որպես Տեր եւ Փրկիչ ու անցնենք Տիրոջ մեծ ու սուրբ ընտանիքին։ Եվ երկրորդ կետը, գիտենք արդարության եւ չարի պատժի հետ կապված Աստված ինչ մեխանիզմ ա դրել։ Ուրեմն պետությունը արդարության գործիքն է, եւ որտեղ ենք մենք դա տեսնում, որտեղ է գրված, իհարկե նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխը 1-ից 4 համարների մեջ է գրված։ Եկեք ուսումնասիրենք ու անցնենք նրա մեկնաբանությանը, որպեսզի ավելի հասկանալի լինի մեր համար եւ ավելի հստակ մենք հասկանանք Տիրոջ աշխատելաձևը եւ ինչպես է նա անարդարների, չար մարդկանց նկատմամբ վերաբերվում։ Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանության հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, եւ հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում, որովհետև իշխանավորը բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզում ես իշխանությունից չվախենալ, բարիք գործիր ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցիր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Հարգելիներս, ուրեմն Աստծու մեխանիզմը պետությունն է, պետականությունն է, կառավարությունն է։ Եվ կառավարությունը իզուր չի ասում է, որ սուրն է կրում, որովհետև Տիրոջ արդարությունը եւ դատաստանը նա կառավարության, խստության, օրենքի եւ ուժային կառույցների միջոցով, ոստիկանության եւ այլն, նրանց միջոցներով, այդ մարմինների միջոցներով Աստված իր արդարությունն է բերում։ Հիմա հարգելիները, սա ինչ է նշանակում։ Գիտեք, մի շատ կարևոր նուրբ կետ կա։ Կա նաեւ պղծված եւ անաստված պետություններ կամ կառավարություններ։ Այսինքն, երբ պետությունը արգելում է քեզ Տիրոջ խոսքը լսել, սովորել, ուսումնասիրել, հավատալ, եկեղեցի գնալ, պաշտել Տիրոջը եւ այլն, այդ ժամանակ է եւ մենակ այդ դեպքում է, որ Աստված մեզ ասում է կարող ենք չհնազանդվել պետությանը։ Սա այս մեջբերումն եմ ուզում անեմ, որպեսզի մեր համար հասկանալի լինի, որ այո, մենք պետք է հնազանդվենք պետությանը, բայց կա միակ դեպք, որ երբ որ Աստծու կամքին հակառակ է գնում պետությունը այդ հարցի վերաբերյալ, Տերը մեզ բացատրում է, ինչպես Պետրոս առաքյալի օրինակով մենք տեսանք Գործ առաքելոցի մեջ, երբ հին ուխտի ղեկավարները, կրոնավորները արգելում են Պետրոս առաքյալին Հիսուսի մասին խոսել եւ ավետարանը քարոզել, նա պատասխանն է, մենք հետևում ենք Աստծուն, ոչ թե մարդկանց։ Բայց իմացեք, որ չարը իր պատիժը անպայման կստանա եւ Աստված մեր բոլորիս նկատմամբ համբերատար է, որպեսզի մենք չկորցվենք, այլ փրկություն ունենանք եւ ապաշխարենք, փրկվենք։ Հույսով եմ, որ այս չորեքշաբթի օրվա սերտողությունը ձեր համար օրհնանք էր եւ եւս մի բան բացահայտվեց եւ լուսավորվեց ձեր համար չարի նկատմամբ Աստված ինչպես է վերաբերվում եւ ինչպես պետք է մենք քրիստոնյաներս հաստատվենք կամ դրսևորվենք չար մարդկանց նկատմամբ։ Իհարկե մենք արդարությունն ենք պահանջում, բայց միևնույն ժամանակ հարկավոր է որ աղոթենք, որ բոլորը ապաշխարության գան։ Ուրեմն աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի, եղեք Տիրոջ կամքի մեջ։ Ամեն։